Սիրելի հետևորդներ ջան, ողջույն, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Հիմա պետք է ասեք, ես ինչ ես անշուք բլուսկա հագել, ամեն օրվա ֆորմի մեջ ես։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ուզում եմ մազերս ներկեմ, ուզեցա եւ կիսվեմ ձեր հետ։ Դուք մի անգամ ցույց տվեցի, որ մազերս ոնց եմ հարդարում, չէ, այս անգամ էլ ցույց եմ տալի, որ մազերս ոնց եմ մենակս ներկում։ Դե սիրելիներս գնացինք, առաջինը պատրաստենք ներկը։ Իհարկե ես ներկում եմ պալետով, պալետն եմ վերցնում, սա կյանքիս համարյա շատ տարիները պալետ եմ ներկել, եթե ասեք եւ մազերս ներկել եմ բորդո գույնը։ Առաջ բորդո ա եղել, հետո փոխեցի սևի։ Ես վերցրել եմ սև գույնը, մեկ, հիմա չգիտեմ սրանցից որն է, մուկ սևը, ոնց որ ես մեկն է սևը, ոնց որ լավ չեմ ջոկում, հա ոնց որ սա է սևը, ես էլ մի քիչ խառն անեց, այս երկուսի խառնուրդով եմ ներկելու, երկուսի խառնուրդը շատ լավ է ստացվում, հիմա ուրեմն սևը ես մեկն աչ, Բայց ակնոցներս դնեմ կարդամ, էլի չարչարվում եմ սենց, ինձ էլ ակնոց չի գալիս, նորից ակնոցս իրան ստեղից ջարդվել, արդեն ինչ եկել եմ Հայաստան, ես 3 հատ ակնոց եմ փոխել, ես էլ յանթե տվեց, որ հեշտ է փակվում, մեկ էլ վերցնեմ տենամ, բոկվեց ընգամ, նայեմ տենամ, ըստեղից բոկված է, ոչ նստել եմ վրեն, ոչ քցել եմ, չգիտեմ, մա սենց եմ յոլա գնալու միջև, չեմ էլ վրազելու, որ ակնոց առնեմ, երբ ես մի կողմը կջարդվի նոր, մեկը կարող եմ յոլա տանեմ, հա, չորն է, ճիշտ եմ ասել, այս մեկ մինուս մեկը չորնին է, իսկ մեկ մինուս զրոն չերնի, ասինքն սևից մի քիչ բաց, հիմա, այս սևից մի քիչ բացը շատը կլցնեմ, իսկ սևից քիչ կլցնեմ, որ սրա գույնը երևա, ես ընդհանրապես ուրիշ գույն է ուզում չկար, սիրում եմ, որ ամպագույն, մուկ ամպագույն եմ սիրում, դի շատ հոյակապ ներկա մազերի վրա, դրա հետ մի քիչ սև եմ խառնում, գալիս է իմ ուզած գույնը, Հունաստանում, որ ներկը ցանկանաս, կա, կարս խառնուրդով անես, կարս չխառնես, հենց ինքն իրանով ներկես, ու շատ ընտիրել փայլ է տալիս, ասեմ, կես ընդեղ ներկերը ստեղ չկա, ստեղ ստից ներկեր են, այս մեկը բանն է, չերնին է, դե սիրելի հետևորդներ ջան, որով կարող եմ ինչ-որ մեկին դուր չգա, իմ ես ներկայացնելը, կարող է չնայել, ում է դուրա գալի, կարող է մեծ հետաքրքրությամբ նայել, սիրելի հետևորդներ ջան, համարյա, կեսը չեմ լցրել, բայց կեսի մոտիկ լցրել եմ, սա թողնենք ստեղ, սրա բերանը փակենք, նոր եմ եկել աշխատանքից, սիրելի հետևորդներ ջան, ժամը 11-ից մինչև 3-ը, մի վայրկյան չեմ նստել, հոգնածել եմ, բայց մազերս ներկելու ժամանակն է, ոչ մի անգամ այսքան շատ չէի թողել, երևի 20 օրա չեմ ներկում, ընդհանրապես 15 օրը մեկն է նորմալ ներկելու, ես մի հատ էլ էտարանքում ես երևացող տեղերս, այս երևացող տեղերն եմ ներկում, ստեղ որ բացվում աստեղ եմ ներկում, ստեղ մի քիչ սենց ու վերջ, երևի մի շաբաթ ավելել, 10 օր է սա է տանում,
Ոնց որ ասած ամիսը լրանում է։ Այս անգամ ավելի շատ եմ թողել, որ արդեն չի լինում սպիտակներս արդեն ինձ դավաճանում են։ Հա, այս էլ սևն է, ինչ եղավ սրա պաչկե։ Դրեցի։ Ապեսա դեմստա ման եմ գալիս։ Բայց այս սպիտակները, այս հեղուկները ոչինչ տարբերություն չկա, որը կօգտագործեք, որի մեջ է։ Հետո որ մազերս սկսեց շատ թափել այնտեղ, մեր ընկերուհիներից ասեցին, որ միշտ պալետ ես ներկել, մազերդ արդեն ոնց որ հոգնել է դրանից, փոխի ներկը։ Փոխեցի ավելի թանկանոցը ներկեցի ու շատ գոհեի, դե հիմա չկա էդի, ոնց մանամ գալի հարմարացնեմ, չկա սիրելի հետևորդներ ջան, ահա այս է սևը, մի քիչ է սևից խառնեցի։ Նա մի քիչ է։ Սա էլ այսպես, արդեն այս մեկը կվերջանա, այն մեկը կվերջանա, մի հատ էլ կառնը, այս էլ նրա հետ նոր կվերջանա։ Հատ էլ այսենց եմ անում, ուղում եմ, որ մաքրվի։ Անեն ստից մտից չեմ սխմրտում, ստեից ընդեից թողնում, այսենց սիրուն ձև եմ տալիս։ Սա էլ իր տեղը դրեցինք, սիրելի հետևորդներ, հիմա կլսնենք այս սպիտակը, հա, քանակությունս ցույց չտվեցի։ Ուրեմն այս վերևի սպիտակը սևն է, իսկ այն գույնը մի քիչ մուգ հոտը, այդ չերնի գույնն է։ Չերնի գույնը ավելի շատ եմ լցրել, քան թե սևը։ Հիմա այս էլ կլցնենք։ Քիչ թող մնա, որ էլ մյուս ռեսի ներկենք։ Սա էս է կարող արդեն որ տնամ սպիտակներս դուրս է գալի, մի քիչ, շատ քիչ, էլի տենց բացում եմ, այս երևացող տեղերը քսում եմ, մի խոսքով ասած ուշ եմ ներկում, որ անտերը սևվել ասա, դա սև ես դառնում, մի քիչ պետք է լցրեմ։ Ամենը լրիվ լցրի էլի, բան չմնաց։ Լավ, մի քիչ թողնեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, բլուսկիս համար ասեցի, բայց չասեցի ինչի համար։ Այս բլուսկես իմ մազ ներկելու բլուսկեն է։ Մի հատ բլուսկա ունեի, այս լրիվ էր ներկոտ, Հունաստանում, որ տատիկի աղջիկն եկավ, չհավատաց, որ մազերս ներկելունն է։ Ասեցի, ինչ սիրուն բլուսկա ես առել։ Սիրուն։ Ասի մազերիս ներկելու բլուսկեն է։ Այդ ամեն մի գույնից տարբեր գույն էր ստացել, ուշքից գնացի ծաղեց։ Ասա, որ չասեիր, չէի իմանալու։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այսպես մազերս հետ եմ սանրում։ Անտեր սպիտակները որ գալիս է, դեմքդ էլ է փոխվում։ Ոնց ուրիշ մարդ ես դառնում, ես ականջողերս խանեմ, տեսա որ ինձ խանգարեց։ Ուրացել էի, որ հանեմ։ Սա էլ էսպես, հիմա ինչ եմ անում, ուրեմն ես այսենց հավաքում եմ մազերս, որ ես հետևի սպիտակները կարողանամ ներկեմ։ Այսև օղլակով անց եմ կացնում, մենք օղլակ ենք ասում, մազերի բրուժինը։
Այսիս էց հայլի մանում եմ ու ինչ եմ անում սել հետևորդներ ջան, հենց առաջինը հետևից եմ ներկելով գալու։ Այսպես հետ եմ նայում, հայելիով նայում եմ, ու սենց, երևում է, էլի, սպիտակները երևում է ստեղից։ Այս մարդը էս չի հայելի ներևում է, սնձերովս կդզեմ, այսենց, ու կներք է, երևի ես էլ էր, մի քիչ ստեղ մազերը դուրս է մնացել, բայց դե ոչինչ, եսա ներքը կբարձրացնի մազերին, մնացածը հեշտ է սիրել հետևորդներ ջան, մի քիչ լույսը ստեղ լավ չի տալիս, բայց ոչինչ, երևում է, դե ստեղ է հարմար։ Կարևորը որ սա է ներկեցիք ստեղ։ Հիմա ներկում ենք այս առաջին մասս։ Այս մասից եմ ներկում։ Հենց պոչերին քոքը, որ ասում են, այդ քոքն են քսում, որ ինքը լավ ներկվի, մինչև սպիտակ մազը մի քիչ, ոնց ասեմ, ենթարկվող մարդ չի։ Մարդ կա ենթարկում է, մարդ էլ կա որակից է, էլի մազերի, եթե մազերը նուրբ է, ենթարկվում է։ Եթե նուրբ չի ենթարկում, մազներ իրան կապրիզով ունի։ Մեկ էլ այս առաջի մասն եմ ներկում, այս մասն եմ ներկում, այսից։ Ես մասն եմ ներկում սիրել հետևորդներ ջան, այսպես։ Շատ ժամանակ չի խլում։ Սիրելի հետևորդներ ջան, դե ես ասեցի, ում ներվերը չի հերիքում, որ համբերի ես ինչքան եմ ներկելու, թող անցնի չնայեն, ես չեմ նեղում։ Իսկ ում համար հետաքրքիր է, որ ես ոնց եմ իմ մազերս մենակով ներկում, թող իրանք նայեն։ Որտեղ մի անգամ ինչ էի նկարել, չգիտեմ, հա, սուրճ էինք խմում, մեկը գրել էր ասում, ես այդքան համբերություն չունեմ, որ քո սուրճ խմելը նայեմ։ Հա, չունես Ազիզ ջան, առաջ անցի, վիդեոն առաջ տուր, ինչ որ կա, նա նայի։ Ոնց որ այա սրանից վերջացրեցինք սրանից, հիմա։ Ես ռեզինը կհանեմ։ Ստեղ, բա ուր էին սաներս, որ պիտի բաժանեմ մազերս, ռատս եմ։ Սա դնեմ ներսը, չնայած մազոտա, բայց հետո կհավաքեմ։ Այսինչ մեջտեղից բացում եմ։ Այս կենտրոնից այստեղ։ Ես շոշափելով զգում եմ որտեղը։ Ճիշտ ասենք նայում եմ ստեղ, ինձ երևում է, բայց շոշափելով զգում եմ որտեղն եմ քսում։
Այնքան սպիտակ է, որ մի ամսվա սպիտակ մազ է, որ արդեն հնարավոր չէ թաքցնելը։ Ուրեմն այս մի կողմից այսպես բերում եմ այս կողմի վրա, այս կողմից բերում եմ այս կողմի վրա։ Այստեղ հայերում նայում եմ, որ ճիշտ լինի։ Այս մասն էլ եմ այսպես սկսում։ Հետո սելի հետևորդներ այս նորից եմ, այս մի կողմից։ Շատ հեռավորությամբ չէ, բայց մի քիչ, մի միլիմետր հեռավորության անցնում է։ Այս մի կողմը լրիվ ներկում եմ, մինչև ստեղ ներկելու եմ, հետո այս մի կողմն եմ անցնելու նույն ձևով, որպեսզի ձեզ չհոգնեցնեմ, դրա համար եմ ասում։ Այս կողմը միջև ներկելու եմ, դե լավ, սպասի ներկեմ, միջև հասնեմ մտեղ, նոր ձեզ կասեմ։ Արդեն ստեղ միտեղ ճակատս ներկել եմ, դե ոչինչ։ Մի հատ է, մի քիչ է, այս կողմը վերջացրեցի, հիմա այս կողմ եմ անցնում, դե ոնց պետք է ջոկենք, որտեղից եմ ներկել, ուրեմն այսենց այս կողմ ենք տանում, այս մազերը մի թեթև, որ տեսնենք որտեղից ենք սկսել։ Այսենց հետ ենք տանում, արդեն ներևում է, չէ, բայց ներկած աստեղ, ոչինչ, մի հատ էլ ենք մի թեթև քսում, որ բան չանենք, շփոթենք, հիմա էլ այս կողմ ենք, այս կողմը քիչ է, որովհետև շատ է այն կողմից եմ ներկել, դրա բաժինը քիչ է մնացել։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, դե որպեսզի ձեզ չհոգնեցնեմ, հիմա այս մի կողմը, ասենց լրիվ ներկելու եմ, անցնելու եմ այս մյուս կողմը ներկեմ, որ հավասար լինի։ Հետո հետևի յանից եմ ներկելու, այդ յանն էլ ձեզ ցույց կտամ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ես դեմս վերջացրեցի։ Ահա, սենց եմ անում, մեկ էլ հետևիս յանը։ Բայց հետևիսյանը երևի ստեղ չէ ավելի ուժեղ, այնտեղ հնարավոր չէր։ Ահա, հիմա հայելիով եմ հետևից ներկելու։ Հա, ասենց կանգնելու եմ ձեզ ու հետևս սանրում եմ, այսենց սանրում եմ ուղղում, որ երևա։ Ու հետո սանրում, հատ այս մասը, երևացող մասը կսեմ, որ սպիտակ է երևում։ Նոր։ Հայելի օգնությամբ եմ կսելու։ Դե հիմա այս մասս, հիմա այս են բարձրացնում վերև։ Մի րոպե տեսնեմ։ Հիմա ես սա պետք է հանեմ, այսը հանեմ, որ չխանգարի։
Մի խոսքով ասած, սիրելի հետևորդներ ջան, հեն այերևում է, չէ՞։ Այս սպիտակը երևում է։ Էլի սենց շերտ մազերը հետ եմ տանելու, կսեմ, հետ եմ տանելու, կսեմ։ Սենց հայելում նայում եմ։ Մեկ էլ չեմ խնդրում։ Վայ, եկեք մազերս ներկեցեք, վայ, եկեք, ինչ եմ ուրիշի նեղություն տալի։ Հիմա ես ներկում եմ, էլի գիտես, որ անում ես Վարշավերանոցում ինչա ներկում եմ, տեղը ես շատ եմ գնացել ներկել տվել, որ ամենակարևոր տեղը, որ պետք է իրանք ուշադիր լինեն, դեղ ուշադիր չեն, միշտ թողնում էին այդ մասը։ Հեսա կասեմ, դա որ մասն է։ Ես թվում է դուք էլ եք տեսնում, թե չեք տեսնում Պետևիսյանը։ Նայեք տեսեք։ Ասենց հետս հետ է, վերև եմ բարձացնելու, հետա ժամը կդնեմ, կսպասեմ, հա, ինչի մասին էի ասում, այս մասերը, որ սպիտակները կա, չէ, ուշադիր չեն, մարդկա միջև ստեղ մաս կա, աղվալ մաս կա, պետք է էտել կսես, իսկ ես իմ ձեռով հենց առաջինը ուշադրությունս դրա վրա եմ դնում, որ էտի ուշադիր լինեմ, որ ներկվի, ու նեղլում էի շատ դրա համար, ես ասացի, պետք է բան անեմ, ես պետք է ներկեմ, հետո ես շատ հմուտ եմ, ասենք մեքենայով կարելա, մաս կտրելա, ես ուշադիր միշտ նայում եմ, Վարշավերի իմ ձևը մազերը վերցնում, նայում, ճիշտ է 100% չի, 50% ասեմ, կտրում եմ, կարող եմ մի պուջուր երկար լինի, չի խանգարում, մազերը ֆենում ես, դզմզում ես, ինքը գնում է մազերի արամ կորչում է, ոչ էլ երևում։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, ներկեմ մի բան եմ ձեզ ասեմ, որ մազերս թափվում էր, դե Հունաստանում էր սապոնիտ չկար, մի քիչ սովետի ժամանակվանից խանութ ունեն, որ ծախում են, այդ սապոնները, օճառները լավ են։ Իսկ ես եմ 72% անոց, այստեղ Հայաստան որ եկա, սրանից առա մազերս լվացա, ասեն էսի բանա, դեպ չէ, որ շամպուները լրիվ քիմիական են։ Այնտեղ Հունաստանում շատերը այդ շամպունից չեն օգտագործում, կամ պետք է ամենաթանկը առնել, թանկն էլ ուժը չի հերիքում, սա իրանք օճառով են լվանում, լվանց բանանում, գլուխները լվանում։ Հիմա ես ինչ եկել եմ, որ մազերս թափվում էր, ես օճառով եմ լվանում, ես մազերի ներքի շամպուններ, հետո դեսի, որ լվանում են, մազերը մի տեսակ, ոնց ասեմ, կոշտանում է։ Իսկ այս շամպունից ես ներքի ես բանից, որ պետք է ներկելուց հետո մազերը սրանով լվանանք, դե մնում է մեջը, հեն սրանով էլ մի քիչ գցում եմ, պարզաճրում եմ, փափկում եմ մազերս ու պատրաստ է։ Սիրելի հետևորդներ ջան, ես անցնեմ իմ գործին, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, որ ասեցի Հունաստանում, դե Հունաստանում ոչ բոլորն են այտենց, ես այսքան բանը գիտեմ, տատիկների աղջիկներն են դա ասել, որ թունավոր է սա քիմիական այդ շամպունները մազերը մազաթափություն է առաջացնում։ Եթե այդպես, հիմա նայեք տեսեք, ներկեցի, հիմա մնում է այս փունջը, հիմա ժամը արդեն դնում եմ, ժամը քանիսն է, մի 15 րոպե հետո, 20 անց 20, 4-ից 5-ին 20 ապակաս, 5-ին 20 ապակաս, ուրեմն 5-անց 20-ը պենց գլուխս կլվանամ, ես շուտ չեմ լվանում, թողնում եմ, որ մազը ներկը վերցնի, 15 րոպե սենց կմնա, ես փունջներ, քիչ հերթականությամբ կբացեմ ներկը կա, սենց հենց ձեռնոցներով սիրուն այսենց բանկանեմ կներկեմ։ Մեկ էլ կհանդիպենք նախորոք, մինչև լվանալս, ուրեմն հետո այս փոշի մասին կխոսամ ձեր հետ, մեկ ես գթալ այս փոշին եմ վերցնում, տեսնում եմ բաժակի մեջ, մեկ էլ այս հեղուկից, երկու գթալ, ասեք կես գթալը փոշինա, երկու գթալ էլ հեղուկա։
Երևի հերիքա։ Ուսած տրորում ենք իրար հետ։ Փոշին գալուբոյ գույն էր, դրա համար երկը գալուբոյ գույն ստացավ 2 վայրկյան, 3 վայրկյան մնալուց հետո քսելու եմ երեսիս, այս մասերը ներկված է, այս մասերը, համես ներկը կհանի, համել բան կանի, մի քիչ երեսս կթարմացնի, ասենք աղվամազեր կա, բան այդ աղվամազերը ինքը շեկացնում է, այդքան երկար չի, երկարները դե չենք թողնում գիտես, բայց այդ փոքրները տենց ենք անում, սա որտեղից եմ ես բերել, դե գիտեք որպես պտի բերեմ, Հունաստանից, ընդեղ ծախում են, ստեղ հլավոր ունեմ, ընդեղից բերած, հլաստեղ չեմ իմանում, եթե սա վերջանա, ես ինչ պտի օգտագործեմ, եթե չկարողանամ գնամ Հունաստան, ես էլ սրա բաննա, պաչկենա, ես էլ ասպես սիրելի հետևորդներ, գթալը մաքրենք, շուշուտ կսեք 8 րոպեից հետո 10 րոպեից չպետք է թողնես մնա, որովհետև եթե մնաց կվառի երեսդ, կվառի մի քանի անգամ ես վառել եմ տենց, դրա համար գիտեմ, այս կողմն է սկսում, որտև այս մասն է շատ, մեկ էլ ստեղ ունեմ, ընդհանուր ասենք կսում եմ, գիտեք չէ, աղվամազերը ստեղ է լինում շատ այս մասերն է, միշտ հիմա բոլորս էլ էտա միանման ենք գիտեք, որ մինչա ինչի, այն մնացածները ես կքսեմ, այս մասերը դեն ենք կսում, եթե իհարկե ովքեր որ աղվամազեր ունեն, մարդկա չունի, բնակ ես ունեմ, ես սա որ կսում եմ, չի երևում, որ աղվամազ կա, դե որ չկսեմ սևա դուրս գալիս, ոնց որ երեսդ սևանա, մրոտվի երեսդ, ոնց որ մոր կսած ես, դե սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, վերջացրեցի, իմ մազերս և լվացա, և հարդարեցի, նայեք, առավոտյան ավելի սիրուն կլինի, սիրելիներս շնորհակալ եմ բոլորիցդ, որ մինչև վեր դիտեցիք իմ ալիքը, սիրելիներս մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել, տարածել սիրելիներս, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ խոսքերի համար, ձեր մեկնաբանությունների համար, ձեր սրտիկներ եք դնում նրա համար սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։